Սուրբ Էջմիածնում նախորդին տեղի ունեցած այդ դիմակայությունից հետո այնուամենայնիվ հարցը բաց է մնում, թե ինչ է լինելու դրանից հետո։ Ի վերջո, Գարեգին II կաթողիկոսը համառում է մինչև վերջ ըստ էության ազդակ փոխանցելով բոլորին, որ նա ի հեճուկս բոլոր փաստարկների, իսկ այնուհետև նաև փաստերի, նա մտադիր չէ լքել իր պաշտոնը Սուրբ Գրիգոր Լուսավորչի 1700-ամյա գահը։ Որն է սրանից հետո այդ պլան B-ն, որը անհրաժեշտ է, որպեսզի այս փակուղային վիճակից եկեղեցին դուրս բերվի։ Այն, որ 10 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ սկզբունքորեն կանգնած են իրենց դիրքերում, դա փաստ է, բայց հիմա ժամանակն է, երբ բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ եկեղեցում բարենորոգումները ուղղակի պատմական անհրաժեշտություն են, ուղղակի սկսեն ձայն բարձրացնել, թե քահանայած դասը, թե վարդապետները, թե եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները։ Ի վերջո, այնպես չէ, որ եկեղեցում դրա անհրաժեշտությունը հասկանում են միայն այդ 10 հարգարժան սրբազան հայրերը, իսկ մնացածը։ Եվ այստեղ հստակ ազդակ է պետք նաև պետության կողմից, որ պետությունը թիկունք է կանգնում եւ կանգնելու այդ մարդկանց։ Ի վերջո ովքեր են հակառակ կողմում։ Մի խմբակ, որն էլ պարզվում է նաև եղել է KGB-ի ագենտ։ KGB-ի ագենտի համար Հայաստանում դատ չի հասնում իրավաբանորեն, բայց այդ ամենը արդեն իսկ ծանրակշիռ փաստարկ է, որ նրանք այլևս չպետք է զբաղվեն որևէ գործունեությամբ եկեղեցու շրջանակներում։ Մեր եկեղեցում KGB-ի ագենտներ չեն կարող լինել ուղղակի սկզբունքորեն։